1920 թվական։ Մութ սենյակ, լամպի աղոտ լույս և մի խումբ հայ երիտասարդներ։ Արդարություն, որը փայփայում էր մի ողջ ազգ։ Նրանք փախել էին արդարադատությունից, բայց չէին կարող փախչել հիշողությունից։ 1922 թվականի ապրիլի 17, Բերլին։ Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան, երկու հայ, մեկ առաքելություն։ Բահեդդին Շաքիր և Ջեմալ Ազմի, ցուցակից ջնջվեց երկու անուն, մեկ գիշերում։ Թիֆլիս, 1922 թվականի հուլիսի 25, Ստեփան Ձաղիկյան, Ջեմալ Փաշան, մսագործը։ 1921 թվական, մարտ, Բերլին, Սողոմոն Թեհլերյան, որսորդն արդեն ընտրել էր իր պահը, թիրախը Թալիաթ Փաշա, ցեղասպանության գլխավոր ճարտարապետը։ Բերլին, 1921 թվական հունիս, դատարանը լռեց, ապա արդարացրեց։ Ես մարդ եմ սպանել, սակայն մարդասպան չեմ։ Հռոմ, Կոստանդնուպոլիս, Թիֆլիս, Սայիդ Հալիմ Փաշա, Բեհբուդ խան Ջավանշիր, Ֆաթալի խան Խոյսկի։ Նեմեսիսը կանգ չառավ, քաղաքից քաղաք, անուն առ անուն, վրեժը հասնում էր բոլորին։ Նեմեսիս, մի ողջ ժողովրդի սուգը վերածված փամփուշտի։ Պատմությունը գրվեց ոչ թե դատարաններում, այլ փողոցներում, ստվերում, լռությամբ, բայց հիշողությունը մնաց հավերժ։